Իրանը եւ Իսրայելը մինչեւ այսօր վաղ առավոտ շարունակել են փոխադարձ հարվածները, հաղորդվում է ավերածությունների, զոհերի եւ վիրավորների մասին։ Դրանց նախորդել են B2 տեսակի ռազմավարական ռմբակոծիչներով Իրանին Միացյալ Նահանգների հարվածները, որոնց անձամբ հետևել է Դոնալդ Թրամփը։ Գործողությունը ծրագրվել է մի քանի շաբաթ, այն ստացել է կեսգիշերային մուրճ անվանումը։ Դրան ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 125 ինքնաթիռ, օգտագործվել է բարձր ճշգրտության շուրջ 75 զինամթերք։ Հարվածել ենք Իրանի Ֆորդոյի, Նաթանզի եւ Սպահանի միջուկային օբյեկտներին։ Դրանց հսկայական վնաս է հասցվել այդ թվում գետնի տակ։ Մեր նպատակն էր թույլ չտալ, որ Իրանը շարունակի ուրանի հարստացումը եւ չեզոքացնել միջուկային սպառնալիքը։ Միացյալ Նահանգներին Իրանի ցանկացած հակահարված շատ ավելի հզոր պատասխան կստանա։ 40 տարի շարունակ Իրանն ասում է մահ Ամերիկային, մահ Իսրայելին։ Նրանք սպանել են մեր ժողովրդին, այլևս թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Հուսով եմ առաջիկայում կարիք չի լինի ներգրավել ամերիկյան ուժերը։ Թրամփը կոչ է արել Թեհրանին բանակցել, նա նախազգուշացրել է, եթե շուտափույթ խաղաղություն չհաստատվի, կթիրախավորվեն իրանական մյուս օբյեկտները։ Ավելի ուշ նա գրառում է արել Truth Social հարթակում հայտարարել, եթե ներկայիս իրանական ռեժիմը չի կարողանում կրկին հզոր դարձնել Իրանը, ինչու չփոխել ռեժիմը։ Զուգահեռ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ հունիսի 22-ի գործողության նպատակը ոչ թե Իրանում իշխանափոխությունը, այլ ամերիկյան շահերին սպառնացող վտանգը չեզոքացնելն էր։ ԱՄՆ նախագահը խաղաղություն է ցանկանում, շեշտել է Փիթ Հեքսեթը։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդի ճակատագրի հարցը պետք է որոշի Իսրայելը։ Վաշինգտոնը դրանում հետաքրքրված չէ։ Նա համոզմունք է հայտնել, որ ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի միջուկային ծրագիրը մի քանի տարով հետ է ընկել։ Ջեյդի Վենսը կարևոր է համարել, որ Իրանն այլևս չֆինանսավորի Մերձավոր Արևելքում տարբեր խմբավորումների։ Մենք չենք պատերազմում Իրանի դեմ, հուսով ենք Իրանը կընտրի բանականությունը եւ չի թիրախավորի տարածաշրջանում ամերիկյան զորքերը։ Նախագահ Թրամփը շատ հստակ ասել է, որ մենք հետաքրքրված չենք Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտություններով, սակայն հարց է առաջանում ինչպես հասնել խաղաղության, եւ մենք կարծում ենք, որ դա հնարավոր է ուժի միջոցով։ Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին, կրկնել Իրանի միջուկային եւ բալիստիկ ծրագրերը սպառնում են Իսրայելի գոյությանը։ Նախագահ Թրամփն առաջնորդում է ազատ աշխարհը, նա Իսրայելի մեծ բարեկամն է։ Մոտ ենք մեր նպատակների կյանքի կոչմանը, հավատացած եմ միասին կհաղթենք։ Այժմ հարկավոր է ուժ գործադրել։ Մենք կշարունակենք գործողությունները նաև Գազայի հատվածում հաղթելու Համասին եւ վերադարձնելու գերիներին։ Թեհրանը խոստանում է արձագանքել։ Իրանի արտգործնախարարը, որը չնայած Վաշինգտոնի դժգոհությանը մեկնել է Մոսկվա, հայտարարել է. Միացյալ Նահանգները դավաճանել է դիվանագիտությանը։ Աբբաս Արաղչին բարձր է գնահատել իսրայելա-իրանական էսկալացիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը։ Մենք իրավունք ունենք պաշտպանվելու եւ կգործադրենք բոլոր անհրաժեշտ միջոցները։ Արևմուտքին վստահելու առիթները պակասել են, այնուհանդերձ դիվանագիտության դուռը պետք է բաց մնա։ Սակայն այժմ չենք կարող որոշում կայացնել, ում հետ կարող ենք բանակցել։ Երբ հարվածները դադարեցվեն, կմտածենք այդ մասին։ Շարունակելու ենք միջուկային ծրագիրը, որը բացառապես խաղաղ բնույթ է կրում։ Արաղչին անդրադարձել է Հորմուզի ջրանցքը փակելու մասին Իրանի խորհրդարանի որոշմանը։ Հատկանշական է, որ այնտեղով է անցնում աշխարհի նավթի 15-ից 20%-ը։ Դիվանագետը շեշտել է, սեղանին շատ տարբերակներ են դրված։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է պատժել Իսրայելին։ Նրա խոսքով երեք տեղի ունեցածը լուրջ սխալ էր։ Իսլամական Հանրապետության նախագահն էլ միացել է ամերիկյան եւ իսրայելական հարվածների դեմ Թեհրանում տեղի ունեցած զանգվածային ցույցին։ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, Միացյալ Նահանգները պետք է պատասխան ստանա իր արածների համար։ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նա հիշեցրել է, որ մինչև Իրանի դեմ սանձազերծված ագրեսիան Թեհրանը ողջունում էր միջուկային հարցով Վաշինգտոնի հետ բանակցությունները։ Մենք խոսում էինք վստահության մասին, բայց ինչպես կարող ենք վստահել նրանց հիմա։ Ի սկզբանե Վաշինգտոնը ասում էր, որ ցանկանում է ապահովել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, այնուհետև նրանք համակարգեցին իրենց գործողությունները Իսրայելի հետ։ Իրանը ոչ պատերազմ է ցանկանում, ոչ էլ ձգտում է միջուկային զենք ունենալ։ Նրանք մեզնից կապիտուլյացիա են պահանջում։ Դա տեղի չի ունենա։ Փեզեշքյանը Ֆրանսիայի նախագահին վստահեցրել է, որ Թեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ կառուցողական երկխոսության։ Մակրոնը ևս ընդգծել է դիվանագիտության կարևորությունը, զսպվածության կոչ արել Իրանին։ Միևնույն ժամանակ Փարիզը մտահոգություն է հայտնել Իրանին ամերիկյան հարվածների կապակցությամբ։ Ֆրանսիայի արտգործնախարարը հավատացրել է, որ կապ չունեն դրանց հետ։ Լոնդոնը ևս հայտարարում է, որ կապ չունի ամերիկյան հարվածների հետ, հորդորում Թեհրանին դիվանագիտական լուծում գտնել։ Սաուդյան Արաբիան լուրջ մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ
դատապարտել Իրանի ինքնիշխանության խախտումը։ Կատարի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանին Միացյալ Նահանգների հարվածները կարող են աղետալի հետևանքներ ունենալ։ Վաշինգտոնի վարած քաղաքականությունը դատապարտել են Իրաքը եւ Օմանը։ Մտահոգություն են հայտնել Ադրբեջանը, Թուրքիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Լիբանանը։ Եվրամիությունը հորդորել է կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուսաստանը, Չինաստանը եւ Պակիստանն էլ Իրանի վրա ԱՄՆ հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են ներկայացրել ՄԱԿ Անվտանգության խորհրդին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ներկայումս տարածաշրջանում միջուկային զենք ունեցող միակ պետությունը Իսրայելն է, որն անտեսում է միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելյան գոտի ստեղծելու բոլոր նախաձեռնությունները։ Եմենն էլ պաշտոնապես հայտարարել է Վաշինգտոնի հետ ավելի վաղ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը չեղարկելու եւ Իրանի կողմից պատերազմին ներգրավվելու մասին։ Հութիները կոչ են արել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին հեռու պահել իրենց նավերը Եմենի տարածքային ջրերից։ Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների եւ դրանց լուրջ վնաս հասցնելու մասին հայտարարությունների ֆոնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեղեկացրել է, որ Նաթանզի եւ Սպահանի օբյեկտները զգալիորեն տուժել են, սակայն Ֆորդոյին հասցված վնասի չափը դեռևս հնարավոր չէ ճշգրիտ գնահատել։ Կառույցի տվյալով ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ Ֆորդոյի գործարանում պահվող ուրանի մեծ մասը տեղափոխվել էր անվտանգ վայր դեռ մինչև ամերիկյան հարվածները։ Միացյալ Նահանգներում էլ դեմոկրատների շրջանում այժմ քննարկվում է Դոնալդ Թրամփի իմփիչմենտի հավանականության հարցը։ Որոշ պաշտոնյաներ քննադատել են առանց կոնգրեսի համաձայնության Իրանին հարվածելու ԱՄՆ նախագահի որոշումը, այն անվանելով հակասահմանադրական։ Դիանա Գասպարյան, լուրեր։